Հիասթափված է Անկարայից, Բարակ Օբաման հայտարարել է, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ։ Գնչուների ճամբարներն ապամոնտաժելու Ֆրանսիայի իշխանության որոշման դեմ բողոքող թափառախմբերը փակել են Բորդոյի ավտոմոբիլային կամուրջը, հատուկ ռեպորտաժ Ֆրանսիայից։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ Սվետլանա Մեդվեդևայի հետ։ Դաշնության նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ հայոց ցեղասպանության զոհերի հուշամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծեղեռնի զոհերի հուշարձանին։ Օգոստոսի 20-ին նախատեսվում է երկու երկրների նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ։ Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր։ Այնուհետև տեղի կունենա նախագահներ Սարգսյանի և Մեդվեդևի համատեղ մամուլի ասուլիսը։ Պետական այցի ավարտին Դաշնության նախագահը կմասնակցի նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների օգոստոսի 20-ից 22-ը մեր երկրում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կայցելեն Գյումրի մասնակցելու Պատվո Բլուր հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվո Բլուրի շինարարությունն արդեն ավարտվել է, այնտեղ են հանգչում 155 ռուս զինվորներ, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմում։ Պատվո Բլուրը Հայաստանի ամենահին ու առաջին վայրն է, որտեղ եղբայրական գերեզմանում թաղված են ռուս զինվորականները։ Բլրի տարածքում ոչ միայն դամբարան է, այլև մատուռ և կանաչ հրապարակ, որտեղ էլ ռուսական կողմի ֆինանսավորմամբ կանգնեցվել է այն նույն արձանի կրկնօրինակը, որը թուրքերը Կարսում պայթեցրել էին 90 տարի առաջ։ Աշոտ Մնացականյանի ռեպորտաժը։ Նույնիսկ նախքան պաշտոնական բացումը հուշահամալիրում արդեն կան այցելուներ, գյումրեցիներից բացի, որոնց համար Պատվո Բլուրի վերականգնումը նախկին տեղում պատվոգործ էր դարձել, նորակառույց համալիրի առաջին այցելուների թվում են նաև քաղաքի հյուրերը։ Գործուղման մեջ գտնվող ռուսական օդուժի փոխգնդապետն օրինակ հուշահամալիր է եկել ծնունդով հայ մոր խնդրանքով։ Այստեղից ստանելու եմ նաև հայկական հող մայրիկիս համար, նա հիմա ապրում է Աստրախանի շրջանում։ Հուշահամալիրը թեև նորակառույց է, սակայն ունի շուրջ 200 տարվա պատմություն։ Ներողս առաջին ռուս-թուրքական պատերազմի տարիներին այստեղ է հիմնադրվել հայկական հողում առաջին ռուսական գերեզմանատունը։ Կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Մուրավյովի օրոք է այն ստացել Պատվո Բլուր անվանումը, հետո արդեն ուղղափառության բոլոր կանոններով այստեղ կառուցվել է նաև մատուռ։ Գուցե նրանք ավելի շատ էին, սակայն ստույգ հայտնի են ռուս-թուրքական պատերազմներում զոհված ու այստեղ իրենց վերջին հանգրվանը գտած միայն 155 սպաների ու զինվորների անունները։ Մինչ օրս էլ անհայտ է, թե խորհրդային որ ղեկավարի նախաձեռնությամբ է նախորդ դարի 70-ականներին գերեզմանատան տարածքում կառուցվել մանկական առողջարանի երկհարկանի շենքը, որն 88-ից հետո դարձավ նաև երկրաշարժի ծանոթևան 12 ընտանիքների բնակության վայրը։ Հայաստանի մարզերին Ռուսաստանի նահանգների հետ ակտիվ փոխգործակցություն ծավալելու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո առաջին քայլը եղավ Գյումրի Ուլիանովսկ փոխայցելությունների շարքը, որոնց արդյունքում էլ ձեռք բերվեց պայմանավորվածությունը վերականգնել Պատվո Բլուրն ու կից մատուռը։ Ռուս ճարտարապետ Վլադիմիրովի նախագիծն հաստատելուց հետո 2009-ի դեկտեմբերին սկսված շինարարությունը տևեց 9 ամիս։ Այս ընթացքում ապամոնտաժվեց նախկին առողջարանի մասնաշենքը, ապագա հուշահամալիրի տարածքում բնակվող ընտանիքներին տրամադրվեցին բնակարաններ։ Այս ամենը որպես ներդրում կատարեց Հայաստանի կառավարությունը։ Մատուռի վերանորոգման ու համալիրի տարածքում ռուս զինվորի 1919-ին Կարսում թուրքերի պայթեցրած արձանի կրկնօրինակը տեղադրելու համար գումարն հատկացրեց ռուսական կողմը։ Ամբողջական պրոյեկտը բաժանված է երկու մասի, որի մեջ մտնելու է բացման արարողությունից հետո նաև այստեղ շարունակվելու են աշխատանքները եւ այստեղ կառուցվելու է հայ եւ ռուս ժողովրդերի թուրքական պատերազմին նվիրված թանգարան։ Մնացած աշխատանքները, որոնք որ տեղի են ունեցել եւ հիմա դեռ շարունակվում են, այդ հաշվառման փուլում են։ Ինձ թվում է, որ ամբողջ աշխատանքները միասին գերազանցեն 1 միլիարդ դրամ։ Վերականգնված Պատվո Բլուրը ոչ միայն հայ-ռուսական դարավոր բարեկամության ժամանակակից խորհրդանիշն է, այլև պատմական հուշարձան։ Այստեղ ընկերական գերեզմանոցում են ամփոփված այն 155 հայտնի ու նաև անհայտ զինվորների ու սպաների աճյունները, որոնք հնարավոր է եղել հայտնաբերել վերականգնողական աշխատանքների ընթացքում։ Աշոտ Մնացականյան, Նարեկ Սահակյան, Հայլուր, Գյումրի։ Նատալիա Ֆատեևա, Սվետլանա Սվետլիչնայա, Արիստարխ Լիվանով, Եվգենի Դոգա, Ֆյոդոր Չեխանկով, Սվետլանա Տոմա, անուններ, որոնք մանկուց են ծանոթ հայ հանդիսատեսին։ Ռուսական կինոյի ու թատրոնի հանրահայտ դերասաններին նույն բեմում հաճախ չես տեսնի, նույնիսկ Մոսկվայում, սակայն Գյումրի նրանք ժամանել էին միասին։ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին էր նվիրված ռուս աստղերի համատեղ ելույթը Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Բացի համերգային կատարումներից դերասանները նաև պատմեցին այն հայերի մասին, որոնց հետ իրենց իսկ բարերով ասած բախտ են ունեցել աշխատել տարիներ շարունակ։
Բացի գյումրեցի հանդիսատեսից դրամատիկականի դահլիճում էին նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքները։ Նախատեսված 1.5-ի փոխարեն ավելի քան 2.5 ժամ է տևել ռուսաստների հանդիպումը գյումրեցի հանդիսատեսի հետ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցի մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշեց Սուրբ Աստվածածնիի վերափոխման տոնը։ Այն հայ եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղացություն է տածել Աստվածամոր հանդեպ, շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքը եւ նվիրվածությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսը առաքինի ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է։ Մայրաթորում հավարտ Սուրբ Պատարագի կատարվել է նաեւ խաղողորհնեք։ Ինչ խորհուրդ ունի տարվա առաջին պտուղն ու նրա օրհնությունը, փորձել է պարզել Հայկուշ Ասլանյանը։ Սաստիկ շոկը չխանգարեց հավատացյալներին մասնակից լինել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին։ Պատմության մանրամասներին խորապես չտիրապետող հանրության մի մասն այնուամենայնիվ տեղյակ էր Սուրբ Կույսի վերափոխման առանցքային դրվագներին։ Մարիամ Աստվածածինը այսօր հարություն առավ եւ բարձրացավ երկինք, նստեց իր որդու կողքին։ Աստվածամայրը որդու Քրիստոսի պատգամին հավատարիմ 15 տարի աղոթքով ու պահքով ապրում է Հովհաննես Աստվածաբանի խնամակալության տակ։ Մի օր Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Արմավենու ճյուղը ձեռքին նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետը եւ ավետում Սուրբ Կույսի երկրային կյանքից երկնային տեղափոխվելու լուրը։ Պատրաստվելով երկնային կյանքին Աստվածածինը պատվիրում է իրեն թաղել Գեթսեմանի ձորակում։ Հենց այդտեղ է նրան հայտնվում է Քրիստոսը, ում էլ հենց Մարիամն ավանդում է հոգին։ Մահ բառը սակայն Աստվածամոր դեպքում ընդունված չէ։ Նրա երկրային կյանքի ավարտը որակվում է ննջել բառով։ Քանի որ Աստվածածինը գերեզմանում չամփոփվեց, չմահացավ բոլորի նման, ինչպես մարդ մահանում է, ամփոփվում է գերեզմանոցում եւ նրա մարմինը աստիճանաբար ոչնչացնում է, այդ բոլորը դեղի չունեցան։ Եվ այդ իսկ պատճառով մեր եկեղեցու հայրերը եւ առաքյալները համոզվեցին, որ Աստվածածինը ոչ թե մահացել էր, այլ ննջում էր։ Ընդունված է Աստվածամոր վերափոխման տոնի օրը օրհնել նաև տարվա առաջին պտուղը, որոնցից հայ առաքելական եկեղեցին նախապատվությունը տվել է խաղողին։ Դա բացատրվում է Տիրոջ ինքն իրեն խաղողենուն նմանեցնելու հանգամանքով։ Եթե խաղողի որդն իր կենարար հյութով աճեցնում եւ հասունացնում է պտուղները, ապա Հիսուս իր արյունը մարդկանց պարգևելով ցույց է տալիս հավիտենական կյանքի ճանապարհը։ Իր արյամբ սրբեց, մաքրեց եւ մեծ դեպի հավիտենականություն տանող ճանապարհը ցույց տվեց։ Նույնն է խաղողի հյութը, որ Քրիստոսի վկայությամբ, Քրիստոսի պատվերով վերնադամ մեջ երբ գինի էր արդեն հյութը վերցրեց Քրիստոս ասեց. այս իմ արյունն է եւ բրգությունը եւ կամ բրգության դանող ճանապարհի միջոցը։ Խաղողի որպես օրհնված բերքի նախապատվությունը պայմանավորված է նաև Նոյ նահապետի խաղողագործ լինելու հանգամանքով։ Մեծ ջրհեղեղից հետո Նոյն Արարատ լեռան ստորոտում խաղողի այգի է հիմնում, որի որդատունկի պտուղը հետագայում դառնում է Արարատյան դաշտի զարդ եւ համարվում մրգերից ազնվագույնն ու պտուղների արքան։ Խաղողի օրհնության եւ ոչ մի արարողություն բաց չի թողել Իրաքնահայ Քամարզարյան ընտանիքը։ Հայաստանյան իրենց այցահատուկ են օգոստոսին կազմակերպում, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել արարողությանը։ Օրհնում են առատության, երջանկության եւ փառավորության բոլոր մեր հայության սրբոց տոն է որոշված։ Բայց այդ մտքով էլ մենք վերագրում ենք այդ մտքով էլ որ իբր սրբություն օգտվում ենք։ Կյանքին խորհուրդն է դեռ այդ իմաստ ունի որ ամեն ասենք միշտ պիտի մեզի պիտի կյանք բերե, մեզի պիտի ուժ բերե, մեզի պիտի կարողություն բերե։ Խաղողի օրհնության ընթացքում աղոթքներ հղվեցին ոչ միայն պտուղի, այլև հողի ու մշակի համար խնդրելով արարչից բնական տարերքներից զերծ բերքառատ տարի, իսկ վերջում օրհնված պտուղը բաժանվեց ժողովրդին։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Քոչարյան, Հայլուր։ Տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է, այդ օրը մարդիկ այցելում են գերեզմանները եւ աղոթք բարձրացնում ննջելցյալների հոգու խաղաղության համար։ Մեզանում սակայն ձևավորվել է ավանդույթ, երբ եկեղեցի կամ գերեզմաններ այցելելուց հետո խնջույքի սեղաններ են բացվում եւ երկյուղացության ու լռության փոխարեն ճոխ կենացներ են ասվում։ Եկեղեցին համարում է, որ գոնե մեռելների օրը չպետք է զբաղվել ջոռոմախոսությամբ, պետք է ընդամենը լռելյան հարգել ննջեցյալների հիշատակը։
Աղոթքն առաստված է ննջեցյալների հոգիների հանգստության համար։ Տիրամորը նվիրված տոներից հնագույն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդում է մեռելոցը, որը ոչ աշխատանքային է հայ առաքելական եկեղեցին հորդորում է այցելեք եկեղեցի խորեք մականացու էության մասին։ Այցելում ենք եկեղեցի, մասնակցելու հոգևոր այն խորհրդին, որ կոչվում է պատարագ, այսինքն Քրիստոսի մարմնացման։ Տոնացույցում գրված է մեռելոցը եզակի մարդասիրություն է։ Աստվածածնի վերափոխումը, երբ Հիսուս մոր հոգին տարավ երկինք, տոն առաքյալներն անվանեցին տաղավար, այսինքն օրը հիշատակ է բոլոր ննջեցյալների համար, անկախ նրանից, թե երբ է մահացել։ Մենք այսօր տոնում ենք մեր սիրելիների հոգիների փրկության համար աղոթք ենք առաքում առ Աստված։ Հոգեհանգստյան արարողությանը մարդիկ եկեղեցի են բերում իրենց ննջեցյալների անունները, քահանան ընթերցում է առանձին։ Վաղ առավոտից Տեր Շահե քահանան շուրջ 2000 ննջեցյալի անուն է կարդացել, հետո խաչը ձեռքին օրհնել բոլորին ծիսամատյանը բացած, որտեղ գրված է։ Դա շատ կարևոր է, որովհետև ասեն օցիալը, Տիրոջ օցիալը իր